9 ամսում 8 պատերազմ կանգնեցրած, սակայն խաղաղության Նոբելյան մրցանակի չարժանացած Միացյալ Նահանգների նախագահը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում օրակարգ է թելադրում։ Դոնալդ Թրամփն իր գծած Գազայի խաղաղության ծրագրի ստորագրման համար Շարմ էլ-Շեյխում է հավաքել աշխարհի տասնյակ ղեկավարների։ Խաղաղություն 2025 ցուցանակի դիմաց կանգնած Միացյալ Նահանգների նախագահը դիմավորում է բարձրաստիճան բոլոր հյուրերին։ Միացյալ Նահանգների ու Եգիպտոսի նախագահների հրավերով Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին եկել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թրամփը նույն լայն ժպիտով է ողջունել նաև Ադրբեջանի նախագահին, ասելով, որ նա շատ խաղաղարար է։ Դուք չէիք ցանկանա նրա նման թշնամի։ Լուսանկարվելիս Ալիևը կրկնօրինակել է ֆոտոխցիկների առջև դիրքավորված Թրամփին։ Ֆրանսիայի նախագահի հետ ձեռքծեղմումը տևել է 30 վայրկյան։ Մակրոնը դժվարությամբ է ազատվել Թրամփի ամուր ձեռքից։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան հյուրին դիմավորելիս Թրամփը կատակել է փող, մեծ քանակությամբ, անսահմանափակ փող։ Բարեկամական ու ջերմ ողջույնից հետո գագաթնաժողովի հյուրերը դիրքավորվել են ընտանեկան լուսանկարի համար։ Կենտրոնում, իհարկե, Միացյալ Նահանգների նախագահն է։ Ժպիտներից ու հումորներից հետո հավաքի բովանդակային մասն է, խաղաղության ծրագրի ճարտարապետը բացել է գագաթնաժողովը։ Շնորհակալություն բոլորին, այսօր հիանալի օր է ամբողջ աշխարհի ու Մերձավոր Արևելքի համար։ Սա հավանաբար հարուստ ու հզոր երկրների երբևէ տեղի ունեցած հավաք է։ Մեզ պատիվ է լինել այս ամենի մաս։ Դոնալդ Թրամփի թիկունքում հարմար տեղավորվել է Ալիևը, Միացյալ Նահանգների նախագահը շրջվել է նրա կողմն ու պարծեցել Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման համար։ Ես վերջերս կարգավորեցի նրա պատերազմը, Ադրբեջան։ Այնուհետև հարցրել է, որտեղ է Ալիևի գործընկերը։ Ալիևը մատնացույց է արել մի փոքր այն կողմ նստած Փաշինյանին, ինչից հետո Թրամփն ասել է, որ 32 տարվա պատերազմը դադարեցրել է 1 ժամում։ Շնորհակալական խոսքից հետո ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի համաձայնագիրը։ Թրամփը Սիսիին առաջարկել է օգտագործել իր գրիչը, եթե ցանկանա։ Թրամփը հիասթափեցրել է բոլոր նրանց, ովքեր համաշխարհային երրորդ պատերազմ էին կանխատեսում։ Դա տեղի չունեցավ, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ստորագրման արարողությունից հետո ծափերի ներքո մամուլի ասուլիսի դահլիճ է մտնում գլխավոր հերոսը։ Թրամփը տարակուսած է, թե ինչու են ղեկավարները կանգնած։ Զարմացած դիմել է Մակրոնին, թե ինչու է իրեն հեռու պահում։ Արյունահեղության ու տառապանքի երկար տարիներից հետո Գազայի պատերազմն ավարտվել է, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ցանկանում է բոլորին առանձին շնորհակալություն հայտնել, սակայն ոչ մեկին չմոռանալու համար ծոցագրպանից մասնակիցների ցանկ է հանում։ Armenia. Այստեղ է նաև Հայաստանը, եւ Ադրբեջանը։ Դա մի փոքրիկ պատերազմ էր, որ մենք կանգնեցրին։ Ահա նրանք նստած են։ Դա տեղի ունեցավ Օվալաձև սենյակում։ Նրանց պատերազմը տևել է ավելի քան 30 տարի։ Դա խելահեղ թիվ է։ Օվալաձև սենյակում մեկը այս կողմում, մյուսը այն կողմում էր նստած։ Երբ մենք 1 ժամում ավարտեցինք, նրանք գրկախառնվեցին։ Իսկ հիմա արդեն ընկերներ են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ։ Դա անհավանական է։ Հիշատակելով Հունգարիային, Թրամփն ասում է, որ վարչապետ Վիկտորը ֆանտաստիկ է, եւ թեպետ շատերն իր հետ համամիտ չեն, այնուամենայնիվ նշում է, կարևոր է իր կարծիքը։ Գովել է գագաթնաժողովի միակ կին պաշտոնյային, Իտալիայի վարչապետ Մելոնիին, ասելով, որ ռիսկի կդիմի ու նրան շատ գեղեցիկ կանվանի։ Գեղեցիկ է անվանել նաև Էրդողանի կնոջը, որը գագաթնաժողովին ներկա չի եղել։ Այդպես Թրամփն արժևորել է Էրդողանի դերը Գազայի խաղաղության կերտման գործում։ Մեկ այլ դրվագում Թրամփը փնտրում է Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին։ Նա մոտենում է, ենթադրելով, որ ամբիոնից կխոսի, սակայն ձեռնունայն վերադառնում է իր տեղը։ Դրանից առաջ Թրամփը խոսքի իրավունք էր տվել Պակիստանի վարչապետին։ Վերջապես ելույթն ավարտված է։ Թրամփը հրահանգում է անջատել տեսախցիկները, բայց մեդիան շարունակում է աշխատել։ Իրավիճակից փորձում է օգտվել Փաշինյանը։ Պարոն նախագահ, Ողջույն, մոտեցիր։
Ու չնայած Թրամփը մեկ օրվա մեջ մի քանի անգամ արդեն խոսել էր Փաշինյանի մասին ու սեղմել նրա ձեռքը, Փաշինյանը որոշում է նախ ներկայանալ։ Ես Հայաստանի վարչապետն եմ, ձեր շնորհիվ Աստված օրհնի ձեզ, եւ հիմա Թրամփին կրկին ներկայանալուց ու Աստծու օրհնություն մաղթելուց հետո Փաշինյանին ընդհատում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Ինդոնեզիայի նախագահը։ Չկարողանալով շարունակել նախադասությունը, Փաշինյանը հեռանում է բեմից, ձեռքը գրպանում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։